Չհասկացա։ Մաման ոնց է իմացել մեր տեղը։ Դու ես չէ ասել։ Հա, Մարի ջան, ես եմ ասել։ Ինչի համար ես ասել։ Որովհետև արդեն ինձ դուր չէր գալիս այս վիճակը։ Պիտի խոսայիք իրար հետ նորմալ հասկանայք, թե չէ։ Ես խոսելու բան չունեմ ու վերջ։ Ես չեմ կարող խոսեմ այն մարդկանց հետ, ովքեր այսքան տարի ինձ խաբել են։ Մարի, հերիքը անընդհատ նույն բանը կրկնես, էլի հասկացանք։ Մենակ մի բան քեզ կխնդրեմ, Մարս։ Մամայիդ հետ խոսելուց մի քիչ բառերդ կընտրես, էլի, որովհետև հավատա ես իր համար կրկնակի դաժան ու ցավոտ եմ։ Բարև ձեզ։ Բարև Միքայել ջան։ Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Դու։ Լավ, մերսի։ Դե ես գնամ ձեզ չխանգարեմ, հանգիստ զրուցեք։ Մարժան պակա։ Հաջողություն։ Ինչի ես եկել։ Ես քո հետ ոչ մի բան չունեմ խոսելու, հենց որ կարաս գնաս։ Նախ դու ինձ մի ասա, ես ինչ անեմ կամ չանեմ։ Երկրորդն էլ ես եկել եմ քեզ հետ խոսելու եւ մենք կխոսենք։ Էսուր։ Տուն։ Այսքան շուտ։ Շուտ չի, 7 ժամ արել ենք։ Համեր շատ հոգնած եմ ու սոված։ Տանը կհանդիպենք։ Սպասի։ Հոսա։ Մի բան հարցնեմ նոր գնա։ Այդ նոր դասատուն որ կա, Բարեգամյանը, այսօր ձեր մոտ դասի էր, չէ՞։ Ուզում էի իմանալ ոնց էր։ Լավ ընդունեցիք, լավն էր, վատն էր։ Պոպի որ ճիշտն ասեմ, հեչ դասատու չի։ Այսինքն Այսինքն դու ավելի շատ անգլեն գիտես, քան ինքը։ Ամբողջ դասի ժամանակ անգլեն բառերը նենց էր կարդում, մեռել էինք ամբողջ դասարանով։ ճիշտ ես ասում։ Հա ինչ պիտի սուտ ասեմ։ Սպասի մի բան էլ հարցնեմ նոր գնա։ Ասա, հարցակող արեցիր։ Դե չեմ ես խոսում պապի թե տարը։ Պապի սուս մնա, կբացահայտես մեզ։ Դե որ չեմ սում, բացահայտվես, ուրեմն քեզ կարգին պահի։ Այդ Բարեգամյանը որ կա դեմքը քեզ ծանոթ չթվաց։ Պապի որ ճիշտն ասեմ, շատ ծանոթ է, բայց որտեղից գիտեմ։ Այ քեզ բան, ես էլ եմ նույն բանը զգացել։ Ու մենակ ես չէ, ամբողջ դասային ծանոթ։ Ոյ, ես էլ ինգեր Բարեգամյանը, մենք էլ հենց Թորոսիկի հետ ձեր մասին էինք խոսում, Թորոսիկը լավ երեխա է, մեր աշակերտներից է, շատ պարտաճանաչ, խելացի, այդքան տարի աշխատում եմ, մի անգամ մի դիտողություն թույլ չի տվել, որ անենք, Ես արդեն նկատել եմ, իսկ ինչ էիք խոսում իմ մասին։ ասում են երեխեքը, շատ ուրախացել ենք, այդ նոր դասատուն, շատ պատրաստված, համով, հոտով, աշակերտասեր, խելացի դասատու է։ Լավ, Թորոսիկ ջան, գնա, ես ինգեր Բարեգամյանի համար սուրճ պատրաստեմ, գնա։ Ցտեսություն։ Գնանք իմ կաբինետ, իմ ձեռով սուրճ պատրաստեմ ձեր համար։ Մեծ հաճույքով չեմ հրաժարվի։ Համեցեք։ Դուք այսքան տարի ինձ խաբել եք։ Ինձնից թաքցրել եք ճշմարտությունը, որ հիմա կանգնեք ասեք, որ Կարոն իմ պապան է։ Ես իրա նման պապայի մասին չի, որ երազել եմ իմ ամբողջ կյանքում։ Ու այսքանից հետո ավելի լավ է իմանայի, որ իմ պապան մահացել է, քան որ Կարոն իմ պապան է։ Մարի, ես իհարկե հասկանում եմ քեզ։ Հասկանում եմ ինչ ես զգում հիմա, բայց այդպիսի բաներ մի ասա։ Մի մոռացիր, որ ձեր երակներով նույն արյունն է հոսում։ Հիմա էլ արդարացնում ես արդեն իրան։ Մամ, ես ուղղակի զարմանում եմ։ Դու ոնց կարեի կյանքդ նման մարդու հետ կապեիր։ Ես հիմա չեմ եկել, որ դա քննարկենք։ Ինչի՞։ Որովհետև ոչ մի հարցիս պատասխանը չունես, չէ՞։ Մարի, ես քո բոլոր հարցերի պատասխաններն ունեմ, եւ դու կստանաս բոլոր պատասխանները, բայց տանը, ոչ թե այստեղ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գա։ Կգաս։ Մենք հիմա կգնանք տուն, դու մի քիչ կհանգստանաս, իսկ հետո կզրուցենք։ Չէ, չեմ գա։ Ես չեմ ուզում ձեր հետ նույն հարկի տակ ապրեմ, որտեղ ինձ բոլորդ խաբում եք։ Դուք ձեր համար ես մեկ եմ, ու չասես, որ տենց չի։ Եթե ես ձեր համար մեկ չլինեի, դուք այսքան տարի ինձ չէիք խաբի, ու հիմա ես հենց հիասթափություն չէի ապրի։ Մարի, արևս։ Դու արդեն մեծ աղջիկ ես ու պետք է հասկանաս, որ այդ ամենը մենք արել ենք քեզ համար։ Ես քեզ ոչինչ չեմ պատմել, որ այս ցավը չզգաս։
որ քեզ հետ պահեմ հիասթափությունից։ Բայց դու վաղ թե ուշ պետք է իմանայիր։ Ու լրությունն էլ իր ժամկետն ունի։ Ուղղակի ես շատ կուզեի ինքս քեզ ասեի ճշմարտությունը։ Բայց ստացվեց այն, ինչ արդեն ստացվեց։ Ճիշտ է։ Ստացվեց այն, ինչ ստացվեց։ Ու հիմա ես էլ ոչ մեկի չեմ վստահում։ Ու չգիտեմ, երբեք դա կփոխվի, թե չէ։ Հավատա ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի։ Իսկ հիմա խնդրում եմ քեզ, վեր կաց գնանք տուն։ Տատիկն էլ է մեղք, ամբողջ օրը քո մասին է մտածում։ Իմ համար մեկ է։ Ասացի չեմ ուզում կամ տուն։ Մարի աղջիկ, ես քեզ արդեն չեմ հարցնում։ Ես քեզ պարտադրում եմ։ Ու դու չես կարող ինձ չենթարկվել։ Վեր կաց։ Սուրճը ոնց ես խմում, Բարեգամյան ջան։ Դար, եթե կարելի է, Թորոս ջան։ Իհարկե կարելի է։ Հատկապես, որ ես էլ եմ դառը խմում։ Քաղցր սուրճը ոնց որ կապոտ լինի։ Դե, ամշարա։ Իսկ ընտանիք երեխեք ունես, Բարեգամյան ջան։ Ոչ, ես ամուսնացած չեմ։ Հա, փաստորեն դեռ չես գտել քո միակ սերը։ Գիտեք, ես չեմ սիրում հանձնականի մասին խոսել։ Կներեք։ Ներելու բան չկա, ցավ տանեմ։ Ես լրիվ հասկանում եմ քեզ։ Այո։ Այ ոնց պատկերացնում եմ, Թորոս ջան, երևի դուք ունեք շատ մեծ ու լավ ընտանիք, չէ՞։ Այո։ Հրաշալ ընտանիք ունեմ։ Երեխեք ունեմ, թոռներ ունեմ։ Կինս մենակ կինս չի։ Կինս համ կինս է, համ ընկերս է, համ հարազատ մարդս է։ Մի խոսքով թև ու թիկունքս է կինս։ Ես շատ ուրախ եմ ձեզ համար, շատ։ Ապրես, Բարեգամյան ջան։ Իմ կինը ինձ շատ է օգնում, միշտ քաջալերում է։ Իր շնորհիվ է, որ բիզնես եմ սկսել։ Օ, դուք բիզնես ունեք։ Մենակ բիզնես։ Համ բիզնես ունեմ, համ բարձրագույն կրթություն ունեմ, համ աշխատասիրություն ունեմ, համ նպատակասլացություն ունեմ, համ լավ տիրապետում եմ անգլերեն եւ հայերեն լեզուներին, եք չեմ ասում, որ բիզնես ուժեղ մտածողություն ունեմ։ Այո։ Շատ ապրեք, Թորոս ջան, ողջունելի է շատ։ Այո, այնքան ուժեղ բիզնես մտածողություն, որ այստեղից Մոսկվա ռեստորան եմ աշխատացնում։ Իա, իրոք, դուք ինձ զարմացնում եք։ Զարմանալու բան չկա, ցավը տանեմ։ Ուրեմն մի ընկեր ունեմ, թողեց գնաց Մոսկվա, այնտեղ ռեստորան է աշխատացնում։ Մի օր ինձ զանգեց, թե օգնի ինձ էլի գովազդարա մեր ռեստորանը։ Ես էլ արեցի, հետո օգնեցի կրեատիվ մտքերով փոխանակվեցի իրանց հետ, ինչ առաջարկել եմ 100% աշխատել է։ Շատ լավ է, շատ հրաշալի է, Թորոս ջան։ Հա, բա, ես իմ ընկերների համար պատրաստ եմ ամեն ինչի, հատկապես Սիմոնյանիս համար, ամեն ինչի պատրաստ եմ։ Ես հիացած եմ պարզապես, Թորոս ջան։ Դե լավ, սուրճդ խմի, չսարի։ Իսկ ասում եմ, կարող է ինձ ավելի լավ բան հյուրասիրես միասին խմենք։ Այ օրինակ, էս։ Բարեգամյան, դու դրա տեղը որտեղից գիտես։ Փաստորեն աշխատեց։ Ինչ է աշխատել։ Բոլոր պահակներն էլ իրանց օղիները այ այստեղ են պահում։ Այ օրինակ անցած դպրոցում, որ աշխատում էի, Հայաստանի դպրոցը, Ռուսաստանին է, չէ։ Այնտեղ մեր պահակը նույնպես իր օղին պահում էր այստեղ։ Ու սրա տեղը գիտեի մենակ ես ու մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչը Արսենը Թովմասյանը։ Կուզես մի բաժակ հյուրասիրեմ։ Ոչ, Թորոս ջան, ես ընդհանրապես չեմ խմում, ես խմիչքից շատ հեռու մարդ
խորհրդեմ։ Հա։ Այո, չեմ խմում ես։ Մեր մեջ ունա ես էլ առանձնապես ծեր չունեմ խմելու։ Էդ էլ որ բերում եմ դպրոց խմելու համար չի։ Չէ։ Մեկ որ անկարծ վիրուս ա լինում, ողողում եմ անում, որ չվարակվեմ, էլի։ Հա, շատ ճիշտ բան եք որոշել։ Շատ ճիշտ բան եք որոշել։ Այո, խմի, անուշ լինի։ Լավն է սուրճը։ Հիասքանչ։ Դու ի՞նչ է։ Ովքեր են այս մարդիկ։ Հա, ոնց ովքեր են։ Էնի պապուս հերն է, բենը կնիկն է։ Կարո ջան, պապուտ հերն ու կնիկը ինչ գործ ունեն մեր տանը։ Դե երևի եկել եմ ես տեսնելու, էլի ուրիշ ինչի եմ պետք է գային։ Այ սիրտս լավ չի կարող հավաքի սրանց այստեղից։ Որ մի հատ էլ տեսնեմ սիրտս կկանգնի։ Հա, դες բան կա։ Կարո հավաքի, ասա թող մորակույրդ գա սրանց հավաքի, այս փալաստեն էլ հավաքի, սա տունա գոմ չի։ Հավաքեք գնացեք այս տնից։ Չես ոգևորում, հասկացեք ինչ գոմ։ Պապուս հոր նկարն է ինչ գոմ։ Պապուտ հոր նկարը։ Հանգստացի։ Էսը կասեմ կտանիք պայի։ Մաշա մորքուր։ Էս ի՞նչ խաբարան ես։ Դե քանի որ դրսից հյուրեր ունեինք, մտածեցի իրապատվին հավեսով ընթրիքի սեղան պատրաստեմ։ Համել հիշում եմ, որ դու տապակած կարտոֆիլ շատ ես սիրում։ Մտածեցի պատրաստեմ, գաս ու միասին նախաճաշենք։ Շատ լավ ես արեն արս, բա են պատվիրացած չբերին։ Բերել են միշտ ջան, հեսա այդ էլ կբերեմ։ Այս հավատանեմ ես այսքան ժամանակ հաս չես կերել ինձ ես սպասել։ Հա, որովհետև չեմ սիրում մենակ հաց ուտել։ Այ, նարը։ Լավ, բա այս սրանք որտեղից։ Մենակ չասես իջել առուտուր ես արել։ Չէ, սերապ քերին ա բերել։ Լավ, դե ինչ ես նստել։ Գնա լվացվի արի, հեսա կարտոֆիլը 2 րոպեից պատրաստ կլինի։ Միշ ջան, ես ինչ լավավոր եկել ես։ Հեսա միասին հաց կուտենք։ Աղուցա ինչ իրար հետ սեղան չենք նստել։ Ճիշտ է, շուտվանից իրար հետ սեղան չենք նստել։ Բա այս առևտուրը ով է արել։ Միշելով տունը փող չէի թողել։ Բանկ եմ թալանել։ Այ պապ լուրջ հարց եմ տալիս։ Ես է քեզ լուրջ պատասխանում եմ։ Հետո առածս ինչ է։ Մի երկու մանր բան էլի։ Նարե ջան, ես ինչ համով հոտեր ես գցել։ Քերիդ էլ չի դիմանում, շուտ արա։ 2 րոպե քեր ջան, 2 րոպե էլ դիմացի ու զարմուհիդ քեզ նենց կկերակրի, որ մի 2 օր էլ չես սովածանա։ Պահ։ Դե, ժամանակը գնաց, 2 րոպե։ Հայրս։ Հա, սաղուտան։ Տեսություն։ Աջողություն։ Կներես, Վան։ Ոչինչ, նորմալ է ամեն ինչ։ Դու մի անհանգստացի, հա, ես Մարի հոգեվիճակը շատ լավ հասկանում եմ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ այս դժվար պահին կողքից ես։ Ես պատրաստ եմ միշտ քո դժվար ու հեշտ պահերին լինել քո կողքին։ Լավ էլի, Վան, հիմա ինչ ասեմ, դու քոնը պետք է ասես։ Ուղղակի պրոֆիլակտիկ հիշեցնելու համար ասացի, կարող եմ մոռացել ես, էլի։ Ցտեսություն։ Ց։ Իդեպ երեխաների պատմության հետ կապված խնդրում եմ հապճեպ որոշումներ չկայացնես, լավ, ավելորդ անգամ ռիսկի պետք չի դիմել։ Ու եթե կարիքը լինի, ոստիկան ընկերոջը Թովեյանին կարող ես դիմել, չէ՞։ Իհարկե հաճելի է, որ անհանգստանում ես իմ համար, բայց կարիքը չկա։ Ես մենակ չեմ, տղերքի իմ հետ են։ Հենց որ դու հանգիստ գնա, քո ընտանեկան խնդիրներով զբաղվի։
Հաջողություն։ Ցտեսություն արևս։ Հետաքրքիր է երբ հա գալու են օրը, որ այդ խնդիրները ոչ թե լինեն քոնը, այլ լինեն իմ ու քո խնդիրները։ Շատ անհանգիստ եմ, մինչև հիմա չկան։ Իդա ջան, մի անհանգստացի, հեսա ուր որոյա կգան տուն։ Մարիից չես ճանաչում։ Ինքը իր խոսքի տերն է, կարող է Անուշիս հետ լեզու չգտնի ու տուն չգա։ Հա, բայց դու քո աղջկա Խասյաթը գիտես, չէ՞։ Նա հաստատ Մարիին կհամոզի։ Ուրեր թե։ Կուզես զանգեմ Շուշիին, կարող է Միշոյի հետ խոսելը։ Չէ, պետք չի։ Կարող է Շուշին Մարիի ու Անուշի հետ դա պետք չի։ Լավ։ Բայ Մարիս ու Անուշն են։ Ոչինչ, Իդա ջան, կարևոր արդեն տուն է եկալ։ Այ կտեսնես, ամեն բան լավ է լինելու։ Ապրես որ սենց բառեր ես ասում։ Ինձ համար շատ կարևոր է քո ներկայությունը։ Գիտես, տատիկը շատ համեղ սպաս է պատրաստել։ Ուտել չեմ ուզում։ Լավ, եթե չես ուզում չեմ ստիպի։ Ափսոս որ մենակ ուտելու հարցում ես այդպես։ Այդպես ինչպես։ Կարևոր չի։ Արի ինչու ես քեզ այսպես պահում։ Ախր արդեն մեծ աղջիկ ես։ Բայց քեզ փոքր երեխայի նման ես պահում։ Դուք եք ստիպել, որ ինձ այսպես պահեմ։ Ես կարծես քեզ չճանաչեմ։ Իսկ ես թվում էր, թե ես քեզ ճանաչում եմ, բայց փաստորեն սխալվել եմ։ Մարի, ես քեզ երբեք չեմ ստել։ Մամել խաբելը ո՞նց է լինում։ Թե երևի մոնստրին ծնված զորվանից ճանաչել եմ։ Հասկացիր, որ ես ոչ թե ստել եմ, այլ ուղղակի լռել եմ։ Դրանք տարբեր բաներ են։ Եվ լռել եմ, որովհետև մտածել եմ, որ այս կյանքում ամեն բան իր ժամանակն ունի։ Լռել եմ, որ քեզ չցավեցնեմ։ Մամ, հերիքա էլի, հերիքա ասես բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ինձ անգամ թվում է, թե դու այս ամենը մոնստրինա դու ես արել։ Դու հիմա չես հասկանում ինչ ես խոսում։ Դու լուրջ մտածում ես, որ ես նման բան կանեի։ Դու իմ մասին այդ կարծիքն ունես։ Մամ, դու լուրջ ուզում ես իմանաս, թե քո մասին ինչ կարծիք ունեմ։ Վստահ կարող եմ ասել, որ քեզ դա դուր չի գա։ Ինչ մամ։ Էլ չունես ոչ մի բան ասելու ինձ։ Չգիտես ոնց ձեր սուտը արդարացնես։ Ուղղակի մի բան հիշիր։ Մենք բոլորս այսքան ժամանակ լռել ենք միայն մի պատճառով։ Որովհետև քեզ շատ ենք սիրում։
ես ձենդ գլուխդ գցե։ Արդեն հասցրեցիր կարոտել։ Ես այդքան չի, ինչքան դու պապուս հորն ու մորը, մորքուր ջան։ Նկատեցիր, ասա որ անսուկական զույգ է։ Լրիվ հիմա գույնը դստել մորքուր ջան։ Հայ մորքուր ջան։ Ինչ կբացատրես այս նկարները որտեղից ես բերել։ Ոնց որտեղից ձեր նկուղից։ Ինչի համար ես գնացել մեր նկուղը քանդել, հա։ Որ քո Լիդիայից հոգու գաղտնիքները բացահայտեի։ Իա, դες մտածում ես իմ ու Լիդիայի հոգու գաղտնիքները մեր նկուղում բանկայի մեջ պահացա։ Բա ինչ անեմ, թոռանս հանել ուղարկել եք Ամերիկա, դուք էլ մենակ նստել եք, ես էլ ուզում եմ ձեր կյանքի մեջ հետաքրություն մտցնեմ։ Դու մեր կյանքի մեջ սենց հետաքրքրություն չես մտցնի։ Ընդհակառակը մեր կյանքի մեջ կռիվ կմտցնես։ Ոնց է երևում է, որ այս ջահելները կյանքից բան չեն հասկանում։ Տղա ջան, այսօր կկռվես, մյուս օրը կհաշտվես։ Հետաքրություն ես դրա մեջ։ Մորքուր ջան, արի սենց պայմանավորվենք էլի։ Այս նկարները ստեղից հավաքի տար պայի էլի, հա։ Ինչ ես խոսում, ինչ հավաքել։ Ես արդեն ֆոտոյում խոսացել եմ, որ սրանք տանեմ բազմացնեմ, բերեմ ամբողջ տնով տարածեմ։ Ես ինչ ես ասում։ Ինչ ուզում ես ես ու կնիկս գիշերները չքնենք։ Տղա ջան, չի կարելի արմատները մոռանալ։ Դու միշտ պետք է հիշես ով ես ու որտեղից ես եկել։ Ճիշտ ես ասում, համաձայն եմ, Մաշա մորքուր ջան, բայց ոչ ես ձևով էլի, դու հասկանում ես, Լիդիան ինձ կախաղան կհանի։ Չվախես Կարոլ, ես քո հետ եմ։ Ոչ մի բան էլ չի անի, հանգիստ եղի։ Արի սենց պայմանավորվենք, այս նկարները տանում ես, քո սեյնակում պահում ես, ու էլ չես բազմացնում, լավ։ Բայց չկա մորքուր, վերջ, տանում ես պահում ես այս նկարները, դար։ Ինչ փորձանքի մեջ ընկա։ Ախ, Աստված ջան, ինձ ես էլ պակասին։ Գերես Մարի մոտ հիմա շատ ծանր էտապ, մենք պարտավորենք իրան հասկանանք բոլորս։ Շատ ծանր էտապ է, ամեն ինչ խառն է էլի մոտը, լրիվ շիլաշփոթը մոտը սկսես հենց ասած։ Բայց դու հանգիստ ես, որ ամեն ինչ կկարգավորվի, էլի սա ժամանակի հարց է։ Համ պապայի հետ կսկսի խոսալ, համ քո զանգերին կպատասխանի, դու ինքն էլ քեզ կզանգի։ Շուշի հետ էլ կհաշտվի ու ամեն ինչ կկարգավորվի, ինգերս։ Ժամանակի հարց է, դու հանգիստ եղի։ Հա, Միշ ջան, հասկանում եմ ես այդքանը, բայց այս պահին շատ եմ ուզում հետը խոսեմ։ Ուղղակի նեղվում եմ, որ հիմա իր կողքին չեմ ու ոչ մի բանով չեմ կարողանում իր վիճակը թեթևացնեմ։ Դրա համար ուզում եմ գոնե հեռախոսով խոսեմ։ Հա, հասկանում եմ, ինքերս հասկանում եմ։ Լավ էլ այսօր որ տեսնենք կհասկանամ, էլի պահից է կախված, եթե զգամ տրամադրությունը նորմալ է, արժի զանգել կզանգենք, բայց եթե պիտի զանգենք հակառակ էֆեկտը տա, հաստատ չարժի էլի։ Ապրես ընկերս, դու էլ ամեն ինչ արա, որ Մարին իրան մենակ չզգա։ Հիմա իր համար շատ դժվար է, գոնե դու միշտ իր կողքին եղի։ Երես դու լրիվ կարաս հանգիստ լնես քուրդ ապարով ձեռքերում։ Չեմ էլ կասկածում ընկերս, լավ ցավը տանեմ, հիմա անջատում եմ, հետո էլի կխոսենք, կապի մեջ կլինենք։ Всё, ընկերս, կապի մեջ ես։ Միշ, քեզ ենք սպասում։ Արի քանի ուտելիքը չի սառել։ Եկան հավես։ Ուֆ, մագ, արդեն ներվայնանում եմ։ Որ տիկոն չի գրում դրա համար։ Հա, կարա չէ մի հատ գրի, իմանա ոնց եղա, ոնց եմ հիմա ինձ զգում։ Հա, դե կարա։ Բա ինչի չի գրում։ Դե երևի զբաղված է, Ռեբեկա։ Ինչքան է զբաղված լինի, ես այն հարցնա, որ ինքը չպիտի անտեսի։ Մագ, բան մտածեցի, գիտես։ Ապա։ Ասում եմ կարող է դու զանգես Տիգրանին բզբզաս, որ ինձ զանգի։ Հա, բայց զանգեմ ինչ ասեմ։ Դե զանգի ասա, որ մի ժամ առաջ հետս խոսացել ես։ Ես էլ հեչ լավ չէի զգում ինձ։ Հիմա էլ զանգում ես չեմ պատասխանում։ Ու դու դրանից ահա որ անհանգիստ ես։ Հա, իբր ինչ։ Դե իբր որ մտահոգվի ինձ համար, ու զանգի։ Ես էլ կպատասխանեմ ու կասեմ, քնած էի, չեմ լսել, Մագան էլ է զանգել։ Հետո կհարցնի, բա կարող է սիրտդ ինչ-որ բան ուզի, Ռեբեկա։ Ես էլ կասեմ, հա Տիգրան ջան,
մեծ հաճույքով պաղպաղակ կուտեի։ Ու ինքն էլ կառնի կբերի կգա մեր տուն։ Հա բայց ինչից ենթադրեցիր, որ հենց տենց էլ լինելու է։ Վայ, մագա, զգում եմ։ Չտեսար, որ այսօր դասարանում վատացել էի, ոնց գնաց խանութից այդքան բան առապերեց։ Մի պաղպաղակն ինչա որ չբերի իմ համար։ Բայց դա հոմենակ ինքը չէր արել։ Լավ, ինքն ու Դավիթն էին արել։ Բայց այդ հետ կապ չունի։ Մագա զանգի խնդրում եմ, էլի իմ ասածով արա։ Լավ։ Ալո։ Տիկ ջան, մագան ահոչ եմ խանգարում։ Հա, իմացա։ Չէ, Մակ ջան, ինչ կա։ Ճիշտն ասած զանգել եմ, մի հատ խնդրեմ, որ Ռեբեկային զանգես։ Ինչ ա եղել Ռեբեկային, Մագա ջան։ Մի ժամ առաջ հետն էի խոսում։ Ընդհանրապես լավ չէր։ Հիմա էլ զանգում եմ, չի պատասխանում։ Չգիտեմ ինչ անեմ։ Մագա ջան, որ այդքան անհանգստանում ես ընկերուց համար, վեր կաց գնա իրանց տուն։ Ինչքան գիտեմ, այդքան էլ հեռու չեք ապրում իրարից։ Հա, հեռու չենք։ Ճիշտ ես, երևի հենց տենց էլ կանեմ։ Okay։ Լավ, Տիկ ջան։ Յղք, ինչ անտաշ մարդ դուրս եկավ։ Հաստատ հասկացել է, որ սուտ ես ասում։ Դրա համար էլ չհավատաց։ Ուֆ, մագա, ինչի է ինքը տենց։ Մեկ-մեկ նենց բաներ անում, որ հալվեմ, ու հիմա էլ սենց պատասխաններ է տալիս։ Մարդ Տիգրանից բան չի հասկանում։ Չգիտեմ, Ռեբեկա, բայց ինձ էլ սենց հարցերի մեջ չխառնես։ Նենց հա զգացում, ոնց որ դու ինձ օգտագործես։ Ինչ օգտագործել, մագա, նույն բան էլ ես քո համար կանեի։ Կուզես հենց հիմա զանգեմ Դավիթին։ Ինչի համար զանգես։ Ինքը հիմա խիստ զբաղված է Մարիով ու Միշոյով։ Իմ մասին էլ լրիվ մոռացել է։ Ախր ոչ մի բան չես անում, մագա, որ հիշի քո մասին։ Դե եթե ես իրան դուր գայի, հաստատ չէր սպասի ինչ որ բան անելուն։ Բարև ձեզ։ Ես Մարին եմ։ Բարև, Մարի։ Ես ես Սաֆայանն եմ։ Նստի։ Ինչ-որ մի բան կխմես։ Չէ, շնորհակալ եմ, ես չեմ խմում։ Ընդհանրապես չես խմում։ Իսկ մատուցող ու աշխատանքային փորձ գոնե ունես։ Մի քիչ, բայց դուք մի անհանգստացեք։ Ես իմ գործը լավ կանեմ, պարոն Սաֆարյան։ Գոնե չափը ասես, աղջիկ ջան։ Դեռ չէ։ Ծանոթ ես մեր պայմաններին։ Հա, չէ, ծանոթ չեմ։ Ուրեմն այսպես, աշխատավարձը 150,000 դրամ է։ Թիփերն էլ քոնն է։ Աշխատելու ես կես դրույք, դպրոցից հետո կգաս, մինչև երեկոյան 9 կաշխատես։ Համաձայն ես։ Հա, համաձայն եմ։ Մի բան էլ, դու որ չլինես, քո նման 1000 հոգի ամեն օր խնդրում է, որ ես իրան գործին ընդունեմ։ Գիտես ինչ եմ ասում։ Որ թամբալություն չանես, նորմալ աշխատես, չգնաս, տենց րոպե մեկ հոգնես նստես, հասկացար։ Քեզանից առաջ մի անպատասխանատու աղջիկ կար, եթե նրա նման քեզ պահեցիր, ինձ տենց խելոք ձյաձյայի տեղ չդնես, դուրս կշպրտեմ կգնաս։ Ամեն ինչ պարզ է։ Դե գնա աշխատի։ Մարի, ինքն է կողնորենա։ Չստնում իրա վատ ազգում, ապնի թող նստի։ Գնա ջուր բեր։ Արագացրու։ Էս ինչ արեց իր աղջի։ Կներեք, ուղղակի նենց անսպասելի բացեցիք դուռը։ Կարող եմ մի հատ ես մեղավոր դուրս գամ։ Արա դու հասկանում ես այս ինչ կոնյակ էր։ Մի ջղայնացեք, ես կփոխհատուցեմ։ Կփոխհատուցես։
Հա։ Ուրեմն կմնաս տեղ այնքան կաշխատես, մինչև ես կոնյակի փողը կտաս, հետո կգնաս։ Ինչ արժեր էս խմիչքը։ Վեճ, 912,000։ Ինչքան։ 912,000։ Ինչ ես աչքերդ կլորացրած վրես նայում։ Դու գոնե մոտիկից այս գնի կոնյակ տեսած կաս, թե մտածում ես մենք դիշովի ենք, չենք կարաս այս բաներ խմենք։ Բայց այդ իմ համար ահռելի գումար է։ Ես այդքան փող չունեմ։ Էդից չի հետաքրքրում։ Պայմանը պայման է, ոնց որ ասացիր, կփոխհատուցեմ։ Ուրեմն կմնաս այնքան կաշխատես, մինչև սրա գումարը կտաս, նոր ռադ քաշես կգնաս։ Նայ, հակած մտքովը չհասնի, ուզենաս իսկ քծես թռնես։ Չի կարա տես բանը լի, կարոլ կորած տղա չես քաղաքում, որ պետք եղավ վարկյանական քեզ կգտնեմ։ Արա պետք եղավ քեզ կծախեմ ես կոնյակի փողը կդնեմ տեղը։ Հավաքի շուտերը ներվայրացած են, հավաքի աշխը շուտենա, շուտերը։ Համ իրա տեղն է սիրել համորը։ Ինքան սերա քեզ տվել, որ մի կաթիլ սիրո պակաս չունենաս։ Ես այդքանը հասկանում եմ։ Բայց կարայիք չէ, այսքան տարվա մեջ գոնե ինձ ճշմարտությունը ասեիք։ Ես իրավունք ունեի իմանալու ճշմարտությունը, ունեի իրավունք։ Լիդիա, նվաղում եմ, նորից նվաղում եմ։ Հա, բայց ինչից եք նվաղում, ինչ եղավ, որ սենց վատացաք։ Զանգից, այդ անվետյալ զանգից։ Մենք ենք մեղավոր, մենք, որ հիմա երեխեն ես վիճակում եմ։ Մարի ջան, այս տեմպերով ուր ենք հասնելու, դու ուզես չուզես, ընդունես թե չէ, Կարոն քո հայրն է։ Հիմա քո կյանքի վրա պիտի խաչ քաշես, չեմ հասկանում։ Մար։ Լսում եմ։ Լսի Սերոբ, այդ խմել ես, հարբել ես, ալկաշցել ես, փողերդ վրիցդ տարել են, մի հատ էլ ինձ ես նամիկա տանում։ Հա, որովհետև համընկնումները շատ են։ Սուտ եք, բոլորդ սուտ եք։